ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը կհաջողի Թեհրանին կապիտուլյացիայի ենթարկել։ Այո, ես կասկած չունեմ, պատասխանել է ամերիկացի առաջնորդը Fox News-ի լրագրողի հարցին Իրանի կապիտուլյացիայի հնարավորության մասին։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր. Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած սցենարի, թե ԱՄՆ-ի հետ պատերազմի վերսկսմանը, թե հակամարտության կարգավորման համար բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, ԱՄՆ զինված ուժերը համագործակցելով Նիգերիայի զինված ուժերի հետ սպանել են Աբու Բիլալ Ալ-Մայնուկիին, իսլամական պետության երկրորդ ամենաբարձրաստիճան առաջնորդին։ Աբու Բիլալ Ալ-Մայնուկին իսլամի պետության աշխարհում երկրորդ ամենաբարձրաստիճան առաջնորդը կարծում էր, որ կարող է փախչել Աֆրիկա, բայց նա պատկերացում անգամ չուներ, որ մենք ունենք աղբյուրներ, որոնք մեզ տեղեկացնում են նրա գործունեության մասին։ Նա այլևս չի ահաբեկելու աֆրիկացիներին կամ չի մասնակցելու ամերիկացիների դեմ գործողությունների պլանավորմանը, հայտնել է ԱՄՆ առաջնորդը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հրավերով նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ից 20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Առաջնորդները կքննարկեն Մոսկվայի եւ Պեկինի միջև հարաբերությունները եւ միջազգային հարցեր։ Բանակցություններից հետո նրանք նախատեսում են ստորագրել համատեղ հայտարարություն եւ փաստաթղթերի փաթեթ։ Այնուհետև Պուտինը եւ Սին կմասնակցեն Ռուսաստանում եւ Չինաստանում կրթության տարիների բացման արարողությանը։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ Շահին Մուստաֆայևը քննարկել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունները։ Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, որը կայացվել էր ապրիլի 16-ին օկուպացված Կովսականում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պեկինի Ջոննանհայ պետական հյուրատունը շրջայց կատարելիս Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը հիշեցրել է, որ 2024 թվականին նույն վայրում զրուցել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ New York Times-ի հաղորդագրության ոչ պաշտոնական զրույցի ժամանակ Թրամփը հարցրել է Սի Ցզինփինին, թե արդյոք նա հաճախ է հյուրընկալում օտարերկրյա առաջնորդների իր նստավայրում։ Շատ հազվադեպ, պատասխանել է Չինաստանի առաջնորդը, սակայն նա հիշեցրել է, որ Ռուսաստանի առաջնորդը ևս այցելել է նստավայր 2024 թվականին։ Իրանի պահանջներից մեկը, որը փոխանցվել է ԱՄՆ-ին, խաղաղության եւ անվտանգության հաստատումն է ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Լիբանանում, հայտարարել է Բելարուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին։ Մեր առաջարկների վերաբերյալ առաջին հերթին պատերազմը պետք է ամբողջությամբ ավարտվի։ Մենք պահանջել ենք խաղաղության եւ անվտանգության հաստատում ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Լիբանանում։ Մենք նաեւ խնդրել ենք, որ մեր միջոցները, որոնք տարիներ շարունակ սառեցված են եղել տարբեր երկրների բանկերում, ապասառեցվեն, ասել է դիվանագետը։ Եվ մենք կցանկանայինք, որ ամերիկացիները վերջ դնեն այս ծովահենությանը եւ նրանց ծովային շրջափակմանը։ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը բացահայտորեն հայտարարում եւ խոստովանում է, որ ԱՄՆ-ն ինչպես ծովահենները արգրավում է տանկերներ, վերցնում նավթ եւ շահույթ է ստանում դրանցից, հավելել է Սանեին։ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել տնտեսական եւ սոցիալական խորհրդի հատուկ նիստին էներգետիկ եւ մատակարարման հոսքերի պաշտպանության ապահովում թեմայով, որը նվիրված էր գլոբալ զարգացման վրա միջազգային առևտրի, էներգետիկ եւ մատակարարման շղթաների վրա աճող անկայունության հետևանքներին։ Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի կենսական շահագրգռվածությունն իր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հարցում, ընդգծելով դեէսկալացիայի դիվանագիտության եւ ազգային մարդասիրական իրավունքի լիարժեք հարգման հրատապարաժեշտությունը միաժամանակ մատնանշելով տարածաշրջանային ճգնաժամերի ավելի լայն հետևանքները գլոբալ առևտրի, կապակցվածության եւ տնտեսական կայունության վրա։ Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, նա ընդգծել է, որ տարանցիկ ուղիների խաթարումները, վառելիքի եւ էներգետիկ գնաճը, ինչպես նաեւ խորացող տնտեսական անորոշությունը անհամաչափորեն ազդում են կառուցվածքային խոցելիություններ ունեցող երկրների վրա։ Դա կոչ է արել ամրապնդել միջազգային համագործակցությունը մատակարարման շղթաների դիմակայունությունն ու կանխատեսելիությունը բարձրացնելու, տրանսպորտային եւ էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաեւ զարգացող երկրներին ժամանակին եւ մատչելի միջազգային ֆինանսական աջակցություն ապահովելու նպատակով։
Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանատունն արձագանքել է Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։ Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ։ Հայաստանը պատմական եւ քաղաքակրթական ազգ է, Իրանը միշտ եղել է նրա կողքին, ասված է Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանության հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի կան 11 պետական հեռուստաալիքը Հայաստանն ու Ադրբեջանը նույն դրոշի ներքո է ներկայացրել մրցույթի կիսաեզրափակիչի հեռարձակման ժամանակ։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ու որոշումները, որոնք ուղղված են Եվրամիության հետ մերձեցմանը, հանգեցնում են հանրապետությունում հասարակության պառակտմանը, որը լի է լուրջ խնդիրներով, փոխանցում է Ինտերֆաքսը։ Այս ամենը հանգեցնում է հասարակության պառակտման եւ թերևս սա ամենամեծ կորուստն է, որը կարող է կրել Հայաստանը միասնության կորուստը։ Այս մասին հայտնել է Վոլոդինը, մեկնաբանելով հարցը, թե ինչ կարող են նշանակել Փաշինյանի գործողություններն ու հայտարարությունները Հայաստանի համար։ Մասնագիտական գնահատականների համաձայն Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կարող է նրան արժենալ ՀՆ-ի 15-ից 20%-ի կորուստ, առնվազն $5 միլիարդ, կարծում է Պետդումայի նախագահը։ Նրա կարծիքով սա միայն մակերեսային պատկերն է։ Այս շաբաթ Հայաստան է այցելել ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը, հյուրերը հանդիպումներ են ունեցել խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունը Հայաստանում էր տարբեր քաղաքական ուժերի եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ հանդիպելու, իրավիճակին ծանոթանալու եւ դիտորդական առաքելության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։ ԱՄՆ կոնգրեսական Էդ Քեյսը Սենատի հատուկ հանձնաժողովում լսումների ժամանակ հաստատել է. Միացյալ Նահանգները 39 ինքնաթիռ է կորցրել փետրվարի 28-ին սկսված Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում։ Պատասխանելով Պենտագոնի ֆինանսական տնօրեն Ջեյ Հերցի հարցին հակամարտության ընթացքում կրած կորուստների մասշտաբների մասին, Քեյսը հարցրել է. Արդյոք Պենտագոնը հաշվարկել է բոլոր ինքնաթիռների պահպանման արժեքը։ Բացի 39 ինքնաթիռների ոչնչացումից եւս 10 ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է մինչև 2027 թվականը կավարտի Հորմուզի նեղուցը շրջանցող նոր նավթամուղի շինարարությունը, շարունակվող հակամարտության եւ ռազմավարական ջրային ուղու հնարավոր երկարատև շրջափակման պայմաններում նավթի անխափան արտահանումն ապահովելու համար, հայտնում է Guardian-ը։ Գահաժարան Գարքայազն Խալեդ բին Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահայանը երկրի պետական նավթային ընկերությանը հանձնարարել է արագացնել նախկինում չբացահայտված նավթագծի իրականացումը։ Նոր խողովակաշարը նավթի էմիրությունների ներքին շրջաններից կհասնի Օմանի ծոցի ափ, Ֆուջեյրա նավահանգիստ։ Ակնկալվում է, որ նոր երթուղին կկրկնապատկի Էմիրատների արտահանման հնարավորությունները արդեն գործող Հաբշան Ֆուջեյրա նավթամուղի միջոցով, որն ունակ է օրական տեղափոխելու մինչև 1.8 միլիոն բարել նավթ։ Այսպիսով ընդհանուր թողունակությունը կարող է հասնել օրական 3.6 միլիոն բարելի։ Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարը երկարաձգվել է 45 օրով, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Փիգոն։ Ըստ նրա, մայիսի 14-ին եւ 15-ին Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել Իսրայելի եւ Լիբանանի միջև երկօրյա չափազանց արդյունավետ բանակցություններ։ Ապրիլի 16-ի ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը կերկարաձգվի 45 օրով, հետագա առաջընթացը ապահովելու համար։ Պետդեպը կվերսկսի բանակցությունների քաղաքականության ուղղությունը հունիսի 2-ին եւ 3-ին։ Բացի դրանից, մայիսի 29-ին Պենտագոնում կմեկնարկի անվտանգության ուղղված միջոցառում երկու երկրների ռազմական պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս քննարկումները կնպաստեն երկու երկրների միջև հարատև խաղաղության հաստատմանը, միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջության լիակատար ճանաչմանը եւ նրանց ընդհանուր սահմանի երկայնքով իրական անվտանգության ապահովմանը, ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից վերադարձել է, կանգնելով Իրանի հարցով կարևոր որոշումներ ընդունելու անհրաժեշտության առաջ, քանի որ նրա գլխավոր օգնականները մշակել են ռազմական հարվածներին վերադառնալու ծրագրեր։ Եթե Թրամփը որոշի փորձել փակուղուց դուրս գալ նոր ռմբակոծությունների միջոցով, հաղորդում է New York Times-ը։ Օգնականների խոսքով Թրամփը դեռ չի որոշել իր հետագա քայլերը։ Շահագրգիռ երկրների պաշտոնյաները փորձում են հասնել փոխզիջման, որը կդրդի Իրանին կրկին բացել Հորմուզի նեղուցը, եւ Թրամփին թույլ կտա հայտարարել հաղթանակի մասին ու փորձել համոզել թերահավատ ամերիկացի ընտրողներին, որ Իրանում իրականացված ծախսատար եւ մահաբեր ռազմական ներխուժումը ավարտվել է հաջողությամբ, նշում է պարբերականը։
Մերձավոր արևելյան աղբյուրների խոսքով հրադադարից հետո իրականացվում է առավելագույն ակտիվ նախապատրաստություն։ Արդեն հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ հարվածները վերսկսելու նպատակով քննարկվում են Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքային օբյեկտների նկատմամբ ավելի ագրեսիվ հարվածների սցենարներ, ինչպես նաև հատուկ ջոկատայինների մասնակցությամբ գործողություն, սպահանում միջուկային նյութերը դուրս բերելու նպատակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհամաձայներ Իրանի միջուկային ծրագրի 20-ամյա կասեցմանը։ Այն հարցին, արդյոք 20-ամյա կասեցումը բավարար կլինի, Թրամփը պատասխանել է. 20 տարին բավարար է, բայց նրանց կողմից երաշխիքների մակարդակը, դրանք պետք է լինեն իրական 20 տարիներ։ Հայաստանը հիանալի հասկանում է, որ հանրապետության համար անհնար է լինել եւ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ, եւ երբ նման անհրաժեշտություն առաջանա, Հայաստանի քաղաքացիները կկայացնեն համապատասխան որոշում։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից եւ արդյոք հանրաքվե կանցկացվի այս հարցի շուրջ։ Մենք հիանալի հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել եւ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի անդամ եւ պարզ է, որ ապագայում մենք պետք է կայացնենք համապատասխան որոշում։ Ավելին, այս հարցի վերաբերյալ որոշումը իհարկե կկայացնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա, ասել է նա։ Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցի շուրջ, այդ դեպքում հնարավոր կլինի խելացի ամուսնալուծություն։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները քարոզարշավի շրջանակում Գեղարքունիքի մարզում էին։ Այսօր մեր երկրում բազմաթիվ 4 կամ 5 երեխա ունեցող ընտանիքներ բնակարանային խնդրի առաջ են կանգնած։ Գեղարքունիքի բնակիչների հետ հանդիպմանը փաստել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Ըստ մեր առաջարկած ծրագրի կստեղծվի հիմնադրամ եւ գումար կփոխանցվի, որ 5-րդ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք կարողանա ձեռք բերել բնակարան անվճար, նշել է Նարեկ Կարապետյանը։ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել 25670 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին են փաստում Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացածների թվում գերակշռում են Ռուսաստանի քաղաքացիները 7377 մարդ կամ 28.7%։ Ռուսաստանի Դաշնությանը հաջորդում է Վրաստանը 1731 մարդ 6.7%, իսկ երրորդ տեղում Իրանն է 648 մարդ 2.5%։ Ցանկում 10 պետություն կա, որոնց թվում են Սիրիան, Ուկրաինան, Թուրքիան։ Քաղաքացիական պայմանագրի քարոզչական պաստառին ֆլոմաստերով գրություն թողած կնոջը ձերբակալել են։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Իրավապաշտպանի խոսքով կնոջ դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել քարոզարշավին խոչընդոտելու քրեական հոդվածով։ Մի քանի ընթացակարգային խորհուրդ տվեցի այդ կնոջը, ասացի, որ արարքն առավելագույնը կարող է որակվել վարչական իրավախախտում, իսկ այդ դեպքում անազատության առավելագույն ժամկետը 3 ժամ է, նշել է փաստաբանը։ Ըմբիշ Սուրեն Իշխանյանը Եվրոպայի M17 առաջնության կիսաեզրափակչում 15 եւ 4 հաշվով հաղթել է ադրբեջանցի Աբաս Շաֆիևին։ Հայ մարզիկը դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմշամարտի առաջնության եզրափակիչ։ Ռուսաստանն ու Հայաստանը ներկայումս ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ։ Հաշվի առնելով Երևանը ենթարկեցնելու արևմուտքի փորձերը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ բարդ, հաշվի առնելով, թե ինչպես է արևմուտքը փորձում ենթարկեցնել Հայաստանը։ Հետևելով անկախ պետությունների համագործակցության որոշել անդամների օրինակին եւ խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական առևտրային եւ ներդրումային կապերը ԱՊՀ-ի եւ Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ, ասել է արտգործնախարարը։ Ըստ Լավրովի, ԵԱՏՄ անդամ երկրները կկարողանան քննարկել Հայաստանը արևմուտքի ուղեծիր ներգրավելու փորձերի հետ կապված հարցերը միության մայիսին կայանալի գագաթնաժողովում։ Հիմա կարծում եմ օպտիմալ հնարավորություն է քննարկելու այն իհայտ եկող խնդիրները, որոնք բխում են Եվրամիության կողմից Հայաստանին իր ուղեծիր ներգրավելու համառությունից, այդ թվում Եվրասիական տնտեսական միության միջոցով Հայաստանի ստացած օգուտները զիջելու գնով։ Այս բոլոր հարցերը անկեղծորեն եւ բաց քննարկելու հնարավորությունը կստեղծվի մայիսի վերջին շաբաթվա ավարտին, երբ Ղազախստանում կկայանա ԵԱՏՄ խորհրդի գագաթնաժողովը, ասել է Լավրովը։ Այնուամենայնիվ ես լսեցի, որ վարչապետ Փաշինյանը նշել է, որ
որ զբաղված է ընտրությունների հարցերով եւ չի կարողանա մասնակցել ԵԱՏՄ ղեկավարների այս հանդիպմանը։ Սա իհարկե ցավալի կլինի, քանի որ դա լավ հնարավորություն կլինի քննարկելու այն հարցերը, որոնք ներկայումս կախված են օդում, հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին փորձում է փախչել Կիևից ամեն անգամ, երբ ճնշում է զգում երկրում տիրող տագնապալի իրավիճակի պատճառով։ Նման տեսակետ է հայտնել ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։ Նրա խոսքով հենց դա է արել Զելենսկին հիմա։ Մերկուրիսը հավելել է, ոչ իր երկրի վրա շարունակվող հարձակումները, ոչ էլ այն փաստը, որ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը շարժվում է դեպի բանտախուց, չեն խանգարել Ուկրաինայի նախագահին բանակցել Ռումինիայի կառավարության հետ։ Վերլուծաբանը նշել է Զելենսկու այցը Ռումինիա կարծես թե շտապ կազմակերպվել է եւ նպատակ ունի Ուկրաինայի առաջնորդին Կիևից դուրս բերելու։ Եվրամիությունը եւ Լատվիան գտնվում են ծանրագույն տնտեսական, ժողովրդագրական եւ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այս մասին հայտնել է Ռիգայի քաղաքային խորհրդի անդամ Ալեքսեյ Ռոսլիկովը։ Մենք ընդամենը 2 քայլ ենք հեռու լիակատար փլուզումից, ասել է խորհրդանի անդամը։ Նրա խոսքով լատվիացի ներկայիս քաղաքական գործիչները իրենց ապագան չեն կապում երկրի հետ եւ արդեն իսկ ունեն քաղաքացիություն այլ երկրներում։ Ես լիովին վստահ եմ, որ հաջորդ քայլը կլինի սադրանքը Ռուսաստանի նկատմամբ, հավելել է Ռոսլիկովը։ Սաուդյան Արաբիան քննարկել է Մերձավոր Արևելքի երկրների եւ Իրանի միջև չհարձակման մասին պայմանագիր կնքելու գաղափարը։ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ավարտից հետո տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ իր դաշնակիցների հետ բանակցությունների շրջանակներում, հաղորդում է Financial Times-ը, հողում անելով անանուն արևմտյան դիվանագետների։ Պարբերականի տվյալներով Էրիադը քննարկում է 1975 թվականի Հելսինկյան համաձայնագրերի նման պայմանագիր կնքելու հարցը, որոնք ընդունվել էին Սառը պատերազմի ժամանակ լարվածությունը նվազեցնելու համար։ Ինչպես նշել են թերթի աղբյուրները, շատ եվրոպական երկրներ աջակցել են Սաուդյան Արաբիայի նախաձեռնությանը եւ կոչ են արել Պարսից ծոցի երկրներին աջակցել դրան։ Եվրոպական երկրները կարծում են նման պայմանագիրը կապահովի Իրանին կրկին հարձակման ենթարկվելուց։ Ռուսաստանը ագրեսիվ ծրագրեր չունի Եվրոպայի դեմ կամ Եվրամիության դեմ պայքարելու ցանկություն։ Այս մասին հայտարարել է մեկնաբան Փոլ Քրեյգ Ռոբերտսը։ Նա պնդել է, որ նման սցենարը պարզապես իմաստ չունի, քանի որ այն ոչինչ չի շահի Մոսկվայի համար։ Ընդհակառակը, ինչպես նշել է վերլուծաբանը, այն կշահի առևտրից, գործարքների կնքումից։ Միևնույն ժամանակ փորձագետը կասկածի տակ է դրել Եվրոպայի կարողությունը դիմակայելու Ռուսաստանի ռազմական հակամարտության մեջ։ Սա ծիծաղելի է հնչում, նշել է մեկնաբանը։ Եվրոպան ոչ մի կերպ չի կարող պատրաստվել պատերազմի 3 տարի անց խոշոր ռազմական ուժով։ Նրանք պարզապես ռեսուրսներ չունեն, ավելին պատմականորեն նրանք, ովքեր պատերազմներ են սկսում Ռուսաստանի հետ, սովորաբար վատ են ավարտվում։ Նրանց պետք չէ էժան ռուսական նավթ եւ գազ, բայց նրանք ուզում են պայքարել Ռուսաստանի դեմ։ Դա պարզապես անտրամաբանական է, պատճառաբանել է Ռոբերտսը։ Քարոզարշավի 8-րդ օրը միասնության թևեր կուսակցությունը նախընտրական քարոզչություն է իրականացրել Արագածոտնի մարզիապարան քաղաքում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հատուկ ուղերձով դիմել է պետական համակարգի աշխատողներին, նշելով, որ բժիշկները, մանկավարժները, իրավապահ մարմինների աշխատակիցները, դատավորները, ինչպես նաև նախարարությունների, մարզպետարանների եւ համայնքապետարանների աշխատողները իրենց ամենօրյա աշխատանքով ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Պետական համակարգի աշխատողների համար կիրականացվեն հատուկ սոցիալական ծրագրեր, որոնք կապահովեն նրանց եւ նրանց ընտանիքների պաշտպանվածությունն ու բարեկեցությունը։ Ինձ հետ դուք կլինեք պաշտպանված, ձեր ընտանիքները կլինեն պաշտպանված։ Պետական համակարգում աշխատելը կլինի պատվաբեր, բարձր աշխատավարձով։ Առաջ խաղացման հիմքում կդրվի արդարությունը, գիտելիքն ու կարողությունը, հայրենիքի նկատմամբ սերը եւ պետականության հանդեպ նվիրումը, ընդգծել է Թաթոյանը։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը Նինա Կարապետյանցի գլխավորությամբ աջափնյակում էր։ Նինա Կարապետյանցի խոսքով իրենց նպատակը ոչ թե քաղաքական առևտուրն է, այլ ընտրակարգի արմատական փոփոխությունը եւ արդար ընտրությունների կազմակերպումը։ Մենք քաղաքական առևտրով չենք զբաղվում, այլ գալիս են կոնկրետ ծրագրով։ Մեր վարչապետի թեկնածուն 100 օրվա ընթացքում իրականացնելու է մեր նախանշած փոփոխությունները։ Հանցողի քշեմը դարձնելու է 1%, որպեսզի դաշտ մտնեն նաեւ թարմ քաղաքական ուժեր։ Քանի որ հին ուժերով, որոնք արդեն ունեն իրենց հստակ էլեկտորատը, նոր ստեղծել հնարավոր չէ։ Պետք է հանել կայուն մեծամասնության կետը, քանի որ այն լուրջ խնդիրներ է առաջացնում, ինչպես նաև ավելացնել բոլորին դեմ եմ քվյաթերթիկը, որպեսզի մարդիկ մասնակցեն ընտրություններին ու արտահայտեն իրենց կամքը, նշել է Նինա Կարապետյանցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգները կստանան Իրանում գտնվող հարստացված ուրանը։ Fox News-ին տված հարցազրույցում նա ընդգծել է այլընտրանքը ուրանի թաղումն է Իրանի տարածքում ամերիկյան վերահսկողության ներքո։ Թրամփը նաև սպառնացել է նոր հարվածներով, եթե Իրանը փորձի դուրս բերել ուրանը։ Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն նկատի նման գործողություններ, ապա մի քանի ռումբ կգցեն եւ դրանով ամեն ինչ կավարտվի։ ԱՄՆ նախագահը շեշտել է Վաշինգտոնը պատրաստ է ուժային տարբերակի, եթե Թեհրանը հրաժարվի համագործակցությունից։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. Իրանը այսօր ավելի թույլ է, քան երբևէ, իսկ Իսրայելը ավելի ուժեղ։ Երուսաղեմի օրվա նվիրված արարողության ժամանակ նա նշել է. Իսրայելը շարունակելու է պայքարել արմատական իսլամի բոլոր սպառնալիքների դեմ։ Նեթանյահուն պնդել է, եթե Իսրայելը ռազմական գործողություններ չսկսեր Իրանի միջուկային ծրագրի դեմ, ապա Թեհրանը արդեն կունենար միջուկային ռումբ։ Նրա խոսքով Իսրայելը փոխել է մերձավոր արևելքի դեմքը, հարվածելով Իրանի, Համասի եւ Հեզբոլլահի դիրքերին։ Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է Երուսաղեմը հավերժ կմնա Իսրայելի վերահսկողության տակ։ Նա ընդգծել է Իսրայելը շարունակելու է ամրապնդել դաշինքները տարածաշրջանի չափավոր ուժերի հետ։ Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ Կարստեն Բրոյերը պնդել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի վրա 2029 թվականին կամ ավելի վաղ։ Տարբեր ցուցանիշներ, վերազինումը, անձնակազմի կուտակումը, տնտեսական եւ քաղաքական զարգացումները բոլորը համընկնում են մեկ կետի շուրջ։ 2029 թվական կարող է դա տեղի ունենալ ավելի վաղ, այո, նշել է Բրոյերը։ Ըստ նրա, խնդիրը Մոսկվայում է եւ ոչ մի այլ տեղ։ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը, որում ներգրաված են Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու մերձավոր շրջապատի անդամները, դարձել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի անձնական հարվածը Ուկրաինայի առաջնորդին։ Նման տեսակետ է հայտնել բրիտանացի քաղաքական գործիչ Ջորջ Գալլոուեյը, ով է կանգնած դրա հետևում Թրամփը ԱՄՆ կառավարությունը նշանակել էր սեփական մարդկանց։ Զգուշորեն տեղակայել է նրանց այն գործակալությունում, որը պատասխանատու է աուդիտի եւ կոռուպցիայի արմատների հայտնաբերման համար։ Մենք գործ ունենք 100 միլիոնավոր ֆունտ ստերլինգի, դոլարի եւ եվրոյի հանցավոր հարստության հետ։ Ժամանակն է հաշվեհարդար տեսնել, ասել է քաղաքական գործիչը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է կամ գործար կնքել Միացյալ Նահանգների հետ, կամ էլ կործանման վտանգի առաջ կանգնել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանք կարող են գործար կնքել կամ էլ կործանման վտանգի առաջ կանգնել։ Ես դա չեմ ուզում անել, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը կարծում է, ամերիկացիները կարող են հարստացված ուրան ստանալ Իսլամական Հանրապետությունից։ ԱՄՆ նախագահը ենթադրել է, որ նյութերը կարող են թաղվել գետնի տակ, բայց ինքը կնախընտրեր դրանք հեռացնել։ Թրամփը նաև սպառնացել է կրկին ռմբակոծել Թեհրանը ուրանի հասանելիություն ստանալու համար։ Ավարտելով իր այցը Պեկին, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը այն անվանել է անհավանական եւ հայտարարել Չինաստանի հետ ֆանտաստիկ առևտրային համաձայնագրերի ստորագրման մասին։ Կարծում եմ, այս ուղևորությունից շատ լավ բաներ են դուրս եկել։ Մենք ստորագրել ենք մի քանի ֆանտաստիկ առևտրային համաձայնագրեր, որոնք օգտակար են երկու երկրների համար, նշել է նախագահը։ Թրամփը հայտնել է, որ երկու առաջնորդները քննարկել են Իրանում ստեղծված իրավիճակը եւ համաձայնել, որ հակամարտությունը պետք է ավարտվի։ Թեհրանը ձեռք չի բերի միջուկային զենք եւ նեղուցները կմնան բաց։ Ամերիկայի առաջնորդը նաև հույս է հայտնել, որ սեպտեմբերին կհյուրընկալի Սի Ցինփինին Միացյալ Նահանգներում։ Սրանք իսկապես հրաշալի երկու օր էին, եզրափակել է ԱՄՆ առաջնորդը։ Լուսավոր Հայաստանը չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել։ Այս մասին հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Քարոզ արշավի 8-րդ օրը մեկնարկելով Հայաստանի նախագահի նստավայրի մոտից։ Մենք շատ ադեկվատ գնահատել ենք մեր իրողությունները, որ անգամ վարչապետի թեկնածու չենք առաջադրել։ Մենք ասել ենք վարչապետական մրցավազքի մեջ չենք մտնում, ավելին որևէ մեկը չի կարող սահմանադրական մեծամասնություն հավաքել։ Հարցին թե ինչու կուսակցության հետևորդները չկան Քարոզ արշավի ընթացքում, Մարուքյանն ասել է, որ միտումնավոր նրանց մասնակից չեն դարձնում, որպեսզի հետո ճնշումների չընթարկվեն իշխանությունների կողմից, ԱԱԾ-ն չգնա նրանց հետևից։ Քարոզ արշավն անցնում է քաղաքական ուժերի թեժ փոխհրաձգությունների շրջանում, մասնավորապես Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպմանը Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոշտ քննադատել է Նիկոլ Փաշինյանին։ Մեղադրանքներից անցում է կատարվել անձնական վիրավորանքների։ Քոչարյանը մասնավորապես ասել է. «Լկտիությունն այսօր հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ։ Այ համբալ, ինչ ունես ինքնության դեմ», ասել է Ռոբերտ Քոչարյանը իր խոսույթը մեկնաբանելով, թե հենց Փաշինյանի լեզվով է խոսում նրա հետ։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Քոչարյանին։
Քոչարյանն ասել է, թե քաղաքացիական պայմանագրում համբալ բառն ընդունված է, ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսելիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք՝ համբալ։ Ռոբերտ անունն առանձին վերցրած, թե Քոչարյանն ազգանունն առանձին վերցրած, շատ հարգված են, բայց երբ դրանք միանում են իրար, դառնում են համբալ, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը մեղադրել է Փաշինյանին, ասելով, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի սադրողն ու հիմնական պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն էր։ 10 տարվա ընթացքում մեկ ցույց է ծրվել 2004 թվականի խորհրդարանի մոտ։ Մեկ ցույց, ծրվել է 15 րոպե, մի մարդ հիվանդանոց չի դիմել։ Մի մարդ։ Հետո եղավ 2008 թվականի ես արդեն գնալուց մարտի 1-ի այդ դեպքերը։ Մարտի 1-ի դեպքերը, որտեղ սադրողը եւ հիմնական պատասխանատու եւ մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն էր։ Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի Փաշինյանը քարոզարշավի ընթացքում հայտարարել է, թե մարտի 1-ի գործը բացահայտված է։ Մարտի 1-ը բացահայտված է։ Մարտի 1-ը բացահայտված է։ 100%-ով է բացահայտված։ Բոլոր մանրամասներով է բացահայտված։ Այլ բան, որ մեր իրավական համակարգը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագլխի գլխավորությամբ պետքա բերի օրինական իրավական Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի կարճ կոնկրետ։ Ռոսել Խոզնաձորը Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցությունների արդյունքներով տեսչական ստուգումներ կիրականացնի հայկական որոշ ձեռնարկություններով, այս մասին հայտնել են գերատեսչությունից։ Ռոսել Խոզնաձորի տարածքային վարչության ուժերով ուժեղացվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական հսկողությունը, իսկ 2026 թվականի մայիսի 9-ից նախատեսում են ներգրավել լրացուցիչ մասնագետներ Ռոսել Խոզնաձորի կենտրոնական ապարատից, հայտնել են գերատեսչությունից։ 16 տարի առաջ մեկնարկած Իրան-Հայաստան բարձրավարտ երրորդ գծի շինարարության ավարտի ժամկետները կրկին երկարաձգվել են։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Նշելով, որ Իրան-Հայաստան 400 կՎտ լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները որոշակիորեն դանդաղել են տարածաշրջանային լարվածության պատճառով։ Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են, հաշվի առնելով Իրանում եւ առհասարակ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները, իրանական մեր գործընկերները մի փոքր խնդիր ունեին։ Հիմա կարծես թե իրավիճակը կարգավորվում է եւ ծրագիրն ընթացքի մեջ է։ Իհարկե դա ժամկետների առումով որոշակի ազդեցություն կունենա, բայց նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մոտ ապագայում, հաշվի առնելով, որ դրանք արդեն սկսվել են, հայտնել են նախարարությունից։ Խոսելով շինարարության ներկա փուլի մասին, նախարարության ներկայացուցիչը մանրամասնել է, որ իրականացվում են հենարանների տեղադրման եւ հաղորդալարերի անցկացման աշխատանքներ։ Ըստ նրա, կարևոր առաջընթաց կա նաեւ ենթակայանների կահավորման հարցում։ Նախարարությունից վստահեցրել են նաեւ, որ տարածաշրջանային լարվածության պատճառով դանդաղած աշխատանքները կրկին մտել են ինտենսիվ փուլ։ Եղանակը առաջիկա օրերին մայիսի 16-ին եւ 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում 17-ից 18 եւ 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղտեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 16-ի եւ 17-ի գիշերը եւ առավոտյան ժամերին տեղումները առանձին լեռնային շրջաններում կլինեն թացցյան տեսքով, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 18-ից 23 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ից երեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-ից 8 աստիճանով, 17-ից 18 աստիճանաբար նույնքան կբարձրանա։